Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ շարունակվում են ներքաղաքական խմորումները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ է սկսել, դե մինչև ամսի 14-ը արդեն վերջնական կունենանք պատկեր, թե ովքեր են անցնում, ինչպես են անցնում, ում քանի մանդատ է հասնում եւ այլն։ Մոտավորապես 2 ամսից կձևավորվի արդեն թե կառավարությունը, թե հանձնաժողովները, եթե իհարկե 21 թվականի նման ընդդիմադիր կոչված օտար ուժերը հայաստանյան, օտարահպատակ ուժերը հայաստանյան չբոյկոտեն, ոնց որ օրինակ 21 թվականին եղավ, մի կողմից աղաղակում էին, թե մեր անպաշտպան ենք, մեր պաշտպանությունը, մեր բանակը, մեր անվտանգությունը այս կողմ են կողմ, բայց մյուս կողմից անվտանգության հանձնաժողովի կայունացումը, որքան կարողացան ձգձգեցին մոտ տարի ու կես, բոլորդ էլ երևի լավ հիշում եք։ Դե ովքեր որ ոչինչ չունեն խոսելու, պետք է խոսեն հայրենասիրությունից, այլ տարբերակ չի մնում։ Եվ շատ քաղաքացիներ պետք է գնահատականը տան ոչ թե խոսքով, լսելով խոսքը, այլ գործողությունները, որոնք ժամանակակից աշխարհում բավականին բաց են։ Ես գիտեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենար փակ իրավիճակում, այսքան օրինակ խորհրդային միությունում կամ հյուսիսային Կորեայում, ես կհասկանայի, կարող է ինքս տրվեի անգամ այդ ռոպագանդային, հա, բայց այսօրվա դրությամբ ցանկացած տեղեկություն կարելի է ճշտել, վերաճշտել, կարելի է ուսումնասիրել տարբեր տեսանկյուններ եւ այլն եւ այլն։ Եվ շատ դժվար է դարձել մարդկանց մանիպուլացնել, եթե իհարկե մարդը չի ուզում մանիպուլանալ, չի ուզում մնալ դրա տակ։ Այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձրել եք ռուսական կանալները, եթե ունեք այդ հնարավորությունը, եթե ոչ, ապա ասեմ, քանի որ հստակ գիտեմ, որ իմ հաղորդման մեծամասնությունը հետևորդների այն տարիքի մարդիկ են, ովքեր որ այդքան էլ լավ չեն տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին, նորմալ է դա, ամենայն հարգանքով սիրում եմ ձեզ, ուստի ձեր համար մի երկու բառով ասեմ, ռուսական տելեգրամյան ալիքները, ռուսական լրատվական տիրույթը առհասարակ փորձում է արդարացնել իր պարտությունը Հայաստանում, այո, իր պարտությունը Հայաստանում։ Ամբողջովին Ռուսաստանը ներգրավված է եղել մեր ընտրություններին, ներհայաստանյան ընտրություններին եւ ներգրավված է եղել ամենատարբեր ուղղություններով եւ երկար տևական ժամանակ, ոչ թե մի ամիս կամ 5 ամիս կամ 8 ամիս, 1 տարուց ավել առնվազն, եթե հաշվի չառնենք այլ թեմաներ, ուղիղ ներգրավված է եղել ու պատրաստված է եղել առաջիկա ընտրություններին։ Նախ եւ առաջ փորձել դեմոնիզացնել, սատանայացնել, վարկաբեկել իշխող կուսակցությանը եւ նրա ղեկավարին, ընդཐུպ միջև անհատական, ասենք ամենա երևացող դեմքերին, հա, վարչության անդամներին եւ այլն, ազգային ժողովի նախագահին, փոխնախագահներին, մի խոսքով ում հնարավոր է եղել դեմոնիզացնել, ինչ կերպ պիտի դա անեն, հո չեն կանգնելու ասեն ժողովուրդ վիզ նայեցե բան, դուք գիտեք նրանք վատն են բան, չէ, բնականաբար պիտի բերեին թուրքական բանի տակ, որովհետեւ այլ կերպ գրավել հայ մարդու ուշադրությունը չի լինի, սկզբում պետք էր դա բռնել, հետո խաբել, համոզել, թե եկեղեցու դեմ ինչ-որ պայքարներ կա, հետո իհարկե դեսանտներ իջացնել այստեղ միլիարդներով իրենց, հետո ստեղծել առանձին շտաբը, որտեղ որ նշանակել մարդ, ով որ կկարգավորի համակարգային ձևով կկարգավորի այդ աշխատանքները, լրատվական կայքեր, ամենատարբեր սունկ կայքեր, հասկանում եք, այն որ թերթում եք հեռախոսը ու բերում է ինչ-որ անհասկանալի վերնագրով, առանց լիցենզիայի, առանց մի բանի, տես ռեկլամ միացրած ինչ-որ կայքեր, դրանք նույնպես բոլորը աշխատել են, fake էջերով, արհեստական բանականությունով եւ այլն, տարածելով ապատեղեկատվություններ, այստեղ ներսում մարդկանց ուղեղը լվանալով ու պահելով այդ կոնտինգենտին իրենց կառավարման տակ, հա։ Մենք իհարկե փորձել ենք հնարավորինս բացել այդ ամեն ինչը, փառք Աստծո շատ քաղաքացիներ, ովքեր հետևում են մեր հաղորդմանը, կհաստատեն, որ մաքսիմում փորձել ենք օբյեկտիվ լինել, ու այդտեղ ուրիշ բան էլ չենք կարող անել, որովհետեւ իմ շահը անձամբ կայանում է մեր քաղաքացու տեղեկացված լինելու
ուծապ, այսինքն եթե քաղաքացին տեղեկացված է ու կարողանում է տվյալ նորությունը ճիշտ մեկնաբանել, թե գոնե ճիշտ մեկնաբանություն լսել, այդտեղ կայանում է իմ շահը, որովհետև ես ցանկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լինեն պաշտպանված մեդիա բուլինգից, կոնկրետ մեդիա տերորից, որը իրականացվել եւ շարունակում է իրականացվել Հայաստանի ժողովրդի դեմ։ Փակել դրանք շատ բարդ է, հնարավոր չի գրեթե, որոշները հնարավոր է, որը ստացվում է, որը չի ստացվում, որը փակում ես նորն է բուսնում, որի հետևից գնում ես նորը, հետո սկսեցին արտասահմանյան ինչ-որ բաներ պատվիրել, կայքեր, իբր ֆրանսիական ես ինչ թերթը, իբր ամերիկյան ես ինչ թերթը, իբր թուրքական ես ինչ թերթը, հիշում եք երևի։ Մի խոսքով այս արշավը բերեցին, հասցրեցին դեպի ընտրությունների օր եւ արդեն վստահ էին, որ իրենց աշխատանքը լավ են իրականացրել, բայց մի բան կա, որքան էլ որ ռուսները խոսեն հայերի հետ բարեկամությունից եւ չգիտեմ դարավոր մատական չգիտեմ ինչերից, որի ապացույցները մի քիչ բարդ է գտնելը, այնուամենայնիվ իրենք դա ասում են մեր ակաժները շոյելու համար, որովհետեւ պարզ դարձավ, որ իրենք մեզ այդքան էլ լավ չեն ճանաչում։ Եվ արդեն երկրորդ անգամ է դա ապացուցվում իմիջայլոց, այս երկրորդ մի հատ 21-ին ապացուցվեց, իսկ այս մի անգամը ամբողջովին ջախջախվեցին նրանք, եւ այստեղ պետք է եւս մեկ անգամ մեր հակակոռուպցիոն կոմիտեին շնորհակալություն հայտնեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր որ մարտնչում էին կոնկրետ ռուսական FSB-ի դեմ եւ փառքով կարողացան հասցնել տեղ ամեն ինչ։ Ինչա մնում տակը։ Տակը մնում է, որպեսզի արդարանան։ Այսինքն այս շտաբը պիտի Պուտինի եւ Կրեմլյան իշխանության դեմ արդարանա, թե ինչու չստացվեց։ Արդարանալը նույնպես պիտի լինի մանիպուլատիվ ու մանիպուլացմեն, թե բա գիտեք Հայաստանում համատարած խախտումներով է եղել, ռեպրեսիաներով, չգիտեմ ինչերով, այ դրա համար իշխանազավթում է եղել, այսինքն մի խոսքով ոչ լեգիտիմ դարձնել ընտրությունները չեն կարող, եթե ասենք ով Ռուսաստանը չի կարող, որովհետև Ռուսաստանը դեռ իր լեգիտիմության հարցի հետ խնդիրներ ունի, եւ մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե նախորդ ընտրությունները Ռուսաստանում ոնց է արվել, ոչ միայն հիշում, անգամ ծիծաղում էինք դրա վրա, որովհետեւ մենք դա անցել ենք դեռ 2008-ին, 2003-ին, 98-ին, 13-ին, 17-ին ընդհուպ միջև, հա, համատարած խախտումներով, ով իշ տրցակ ուզել լցնելով, մի խոսքով։ Ու սրանք ոչ լեգիտիմները, որ փորձում են մեզ համարել ոչ լեգիտիմ մեր ընտրությունները։ Իհարկե հաշվի առնելով իրենց ներսի ունեցած ռեսուրսների վրա, իսկ իրենց ներսի ռեսուրսը ասեմ շատ մեծ է ու ազդեցիկ 35-40% վերջի ընտրությունները դա ցույց տվին։ Եթե մարդիկ կան, որ այդքան էլ լավ չեն պատկերացնում ու գնացել ընտրել են, հավատալով թե իբր ինչ որ թուրքերից են ազատագրվում այդպես, իրականում Հայաստանը դնելով հենց թուրքերի երախի մեջ, ռուս-թուրքական համաձայնությունների երախի մեջ։ Այնուամենայնիվ կա այդ 40%-ը, ում հնարավոր է դեռևս մանիպուլացնել, եւ իրենք այդտեղ աշխատանքներ անելու են։ Որքան էլ որ քաղաքացիական պայմանագրի ձայները ավելացան մոտավորապես 30,000-ով, եթե չեմ սխալվում, մի քիչ ավել, նրանց ձայները նույնպես ավելացան։ Այսինքն այդ 5 տարվա աշխատանքը որոշակի արդյունք նրանց տվել է։ Հասկանում եք, ուստի ես կարծում եմ, որ այս պահից սկսած արդեն պիտի մեր իրավապահ համակարգը եւ մեր օրենքները գործեն ոչ միայն կառավարման ոլորտը հարմարեցնելու, դասավորելու, ոչ միայն իրավապահ մարմինները պիտի գործեն հանցագործների հարցերը վերջնականապես լուծելու, պետական հանցագործների մասին է խոսքը, այլ նաեւ հետևելու, որպեսզի մեր լրատվական տիրույթը կեղծիկ ու մանիպուլյացիա, կեղտոտ գործիք չդառնա օտարերկրյա ուժերի դեմ։ Իմիջայլոց այդ արտահոսքերի մեջ կային նաև այդ կայքերի անունները մի քանիսի հեռուստատեսության եւ այլն, ինչի համար միջև հիմա իրանք գոյություն ունեն։ Ինչի իրավապահները չեն թակում, որովհետեւ գիտեք ինչ, շատ քաղաքացիներ կան, անգամ երբ որ այլանդակ ձևով իրանց բերանը բացում են, ես միևնույնն է չեմ կարողանում նրանց մեղադրել այդպես մտածելու համար, հա, չեմ կարողանում, որովհետեւ ես հասկանում եմ, թե որտեղից են իր ուղեղը լցրել։ Մարդը պաշտպանված չի ինֆորմացիոն առումով, ինֆորմացիա ստանալու առումով։ Իհարկե ես հասկանում եմ, որ կայքերն ու հեռուստատեսությունները առհասարակ լրագրողական համայնքը պիտի ունենա ընդդիմադիր կեցվածք։
Ես սա շատ լավ հասկանում եմ եւ անգամ ողջունում եմ այդ մոտեցումը, բայց ընդդիմադիր կեցվածք չի նշանակում լինել օտարահպատակների ձեռքի գործիք։ Հասկանում եք, ընդդիմադիր քաղաքական ընդդիմության մասին չի խոսքը։ Լրագրողական համայնքը չպիտի լինի քաղաքական ընդդիմության գործիքը, կամ եթե լինում են շատ լավ, բայց չի կարելի ստել ուղիղ մի խոսքը դարձնել ուրիշ խոսք, որի ապացույցները հազարներով կան, հազարներով։ Ինչի համար իրանք գոյություն ունեն մեր լրատվական դաշտում կամ առհասարակ այդ զանգվածային լրատվության ոլորտում, ինչի համար գոյություն ունեն, որ շարունակ, ասենք, գիտեք, երկար պայքարեցինք, մինչև այդ ռուսական ORT-եր ինչ դուրս գա մի հատ մեր իրականությունից։ Իրանք դուրս եկան, իրանք մետաստազները մնացին։ Բա ինչի էնի դուրս հանեցիք։ Հենակար էլի։ Մուլտիպլեքսից արել, ինչի դուրս հանեցիք։ Հանեցիք, որովհետև առավոտից իրիկուն թույն ու թարախ էին թափում, չէ, ժողովրդի գլխին։ Բայց սրանք ինչ են անում։ Իրենց մետաստազներն են։ Լևոն Շիրինյանի հրապարակում ընթերցեմ։ Եվ այսպես Մարիա Զախարովան թթված տեսքով թույն տկեց ռազմավարական դաշնակցի ուղղությամբ եւ Հայաստանի հետնախորշերից ՀՀ ազգային ժողով սողացող ռուսականացած հայ խոլոպները հունիսի 7-ի ընտրությունները իրար հետևից սկսեցին ոչ լեգիտիմ հայտարարել։ Սկսալ գողապետական տվարից մինչև ներքինի տեսքով պիոներյան, սպասենք թունդ ազգայնականներին։ Կեղտոտ Կրեմլի կեղտոտ վերլուծաբաններից մեկը ընտրությունները իրենց արդյունքով անվանեց գրյազնի, կեղտոտ այսինքն, եւ սրանց կամավոր կեղտոտ ստրուկները Հայաստանում անցան ամենակեղտոտ գործին՝ սևացմանը։ Սակայն Հայաստանը կատարելով իր ընտրությունը վերադառնում է իր քաղաքակրթական ավազան, այնտեղ հանդիպելով իր հին ընկերներին։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության կարիք ունի եւ մենք կպաշտպանենք մեր պետականությունը։ Ոչ մեկը չկասկածի, եղեցի լույս եւ եղավ լույսը։ ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյան։ Ուրեմն, մարդիկ նույնպես պարտվել են։ Պարտվել են այս մարդիկ այս ընտրություններում չեն անցել ազգային ժողով։ Բայց նրանք թույլ էլ չեն տալիս, կոնկրետ իրենց վերաբերմունքը հայտնում են։ Կամ նույն Արամ Սարգսյանը մարդը հրապարակում արեց, շնորհավորեց քաղաքացիական իր օպոնենտին։ Հա քաղաքական օպոնենտներ են նրանք։ Գուցե գաղափարական առումով որոշ տեղեր խաչվում են պատկերացումները, որոշ տեղեր առանձնանում են, բայց ամեն մեկը քաղաքական մի կուսակցություն է։ Եվ իրար օպոնենտ են այդտեղ բոլորը։ Բայց մարդը ընդունեց եւ շատ հիանալի ձևով շնորհավորանքը հղեց, ինչը որ լինում է քաղաքակիրթ երկրներում։ Բայց արի ուտես, որ մենք ունենք քաղաքական հռչակված ուժեր, ովքեր որ հենց գեներացնում են ատելությունը, թշնամանքը։ Նրանք ոչ թե քաղաքական հակառակորդի են վերածվում, այլ քաղաքացիական թշնամու։ Սրանք տարբեր բաներ են։ Հետո նստում խոսում են ատելության մթնոլորտից, տեսեք ինչ վատ է, ինչն է վատ։ Մոտ հանգստացեք, մի հատ հələ չնայած չեք կարող հանգստանալ, որովհետև ձեր խնդիրը եղել է ոչ թե քաղաքական հաղթանակի հասնել, իսկապես Հայաստանի համար դրական լավ գործեր անել, աշխատել եւ այլն, այլ ձեր խնդիրը եղել է ու կա օգտագործելով մանիպուլատիվ ելույթները գաք իշխանության, որպեսզի ձեր հանցագործությունները տևական ժամանակ կոծկվեն։ Եվ ձեր իշխանության գալու պարագայում, այո, վերջնականորեն սերնդեսերունդ կկոծկվեն այդ ամեն ինչը։ Հանցագործություններ, որոնք ուղղված են եղել հայ ժողովրդի, հայ մարդու ուղղությամբ։ Դուք ոչ թե տարական սովորական հանցագործ եք, ով միամիտ մի հատ, չգիտեմ, հանցագործություն արելու պիտի դրա համար պատասխանատվություն կրի։ Դա բոլորի կյանքում էլ կարա լինի ինչ որ տարբեր իրավիճակներում, հա, երբեք մի ասա, երբեք ասում են։ Բայց դուք հայ ժողովրդի հանդեպ եք հանցագործություն գործել։ Ինչի համար պատասխանատվության ենթարկվելու եք։ Եվ սա առաջին քայլն էր։ Սա հասարակությունը պատասխանը տվեց, քաղաքացին պատասխանը տվեց։ Ու դուք փորձում եք սա դարձնել ոչ լեգիտիմ, դա ձեզ միայն թվում է։ Գնացեք ձեր Ռուսաստանի հետ ու ձեր համար ռուսների հետ ձեր համար ոնց ուզում եք ապրեք։
Աշխարհն է ճանաչում լեգիտիմությունը, աշխարհը, իսկ աշխարհը ավելին է, քան ձեր Ռուսաստանը։ Եվ գիտեք ոնց, ես ստիպված եմ եւս մեկ անգամ դիմել, թեկուզ դեսպանին Ռուսաստանի, Հայաստանում, թեկուզ ես վստահ եմ նաեւ, որ մեր եթերները դիտում են հատուկ կառույցներից եւ մեր վերաբերմունքը ակնա։ Ես ուզում եմ հասկանալ հետեւյալը, որ եթե հակառուսաստանյան տրամադրություններ հաղորդողներ կան, դրանք հենց ձեր ուղարկած գաստրոլյորներն են, ովքեր որ իրենց գործողություններում, իրենց խոսույթում այնքան անզգույշ են, ինչի հակադարձումը վերածվում է հակառուսականության։ Ուստի խորհուրդ կտամ, մի հատ ականջները դրանց քաշեք ու ասեք, «Դավայ, խելոք կամ մանդատ եք վերցնում կամ չեք վերցնում, ձեր գործն է, անցեք քաղաքական գործունեության, մինչև տեսնենք գլխներից ինչա գալիս»։ Իմիջայլոց, ժողովուրդ ջան, ես երեք YouTube-յան իմ եթերով սրա մասին խոսել եմ, պարզապես շատ համառոտ եթեր ստացվեց, ուզում եմ այս առումով նույնպես ֆիքսենք մեր, որովհետև սա հեռուստատեսություն է ու դրա հեղինակությունը բնականաբար ավելի բարձր է։ Ուրեմն Սամվել Կարապետյանը խոստում էր տվել, խոստացել էր, որ իրենք կստեղծեն իր ընկերների հետ ինչ-որ հիմնադրամ միլիարդ հատերերով եւ այդ հիմնադրամից աղքատության հաղթահարման համար Հայաստանի Հանրապետության ինչ-որ 650,000 քաղաքացիների, որ իրանք կարծում են, որ աղքատ են, ծայրահեղ աղքատ են, չնայած ես տես թիվ չեմ պատկերացնում, բայց եթե տենց են որոշել, ռադի բոգա, ամսեկան կտան 150,000 դրամ աղքատությունը հաղթահարելու համար, ամսեկան, ամեն ամիս 5 տարի, հետո մի րոպե, եւ ջրի ու էլեկտրոէներգիայի ծախսերը ամբողջովին կվերցնեն իրենց վրա։ Իմիջայլոց Սամվել Կարապետյանը երբ որ սա ասում էր, նա ասում էր, որ դա չի լինելու պետական բյուջեի հաշվին։ Իրենք իրենց ընկերներով տենց բան են որոշել անեն։ Հասկանում եք? Այսինքն նես չի, որ ասում էր ես վարչապետ եթե դառնամ, բյուջեի հաշվին կձեռնարկեմ SSSS, չէ։ Նրանք ամեն ինչից մենք սա ենք անելու, ժողովուրդ ջան։ Նենց ուզում էր լավ տղա երևար, լավ մարդ երևար։ Ես չեմ ուզում կասկածել իր լավ տղության կամ լավ մարդ լինելու վրա, եւ հույս ունեմ, որ 650,000 Հայաստանի քաղաքացիներ հուլիսի 8-ին արդեն կստանան իրենց առաջին 150,000 դրամները, ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու համար։ Եթե սա չիրականանա, ուրեմն պետք է այն քաղաքացիները, ովքեր որ այս խոստումներին են ինչ որտեղ չէ որ բազմաթիվ խոստումներ են, չէ՞ տալիս քաղաքական գործիչներ, ասենք տալիս է 100 հատ խոստում, այս 100-ից 5-ի համար ես եմ իրան ընտրում, 100-ից են 2-ը են մյուսին է դուր գալիս, ասում ավելի լավ է իրան ընտրեմ, 50-ը են մյուսին։ Մի խոսքով, այն քաղաքացիները, ովքեր Սամվել Կարապետյանին ընտրել են այս խոստման համար, որ կհաղթահարեն ծայրահեղ աղքատությունը, ամսեկան կստանան 150,000 դրամ եւ իրենց ջրի ու էլեկտրականության հարցերը կլինեն անվճար, ես առաջարկում եմ բոլորով կարող եք շատ հանգիստ, բոլորով կամ անհատական, շատ հանգիստ գնալ նրանց շտաբերը, ենթաշտաբերը եւ պահանջեք ամսեկան ձեր 150,000 դրամները։ Նրանք դա խոստացել են, ես կարծում եմ, որ պիտի գրկապած ձեզ ընդունեն ու այդ հարցը լուծեն։ Ես չեմ ուզում այստեղ կասկածել Սամվել Կարապետյանի խոսքերի վրա։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, ովքեր որ ընտրությունը կատարել են ելնելով այս խոստումից, ապա խնդրեմ։ Վստահաբար նրանք արդեն այդ հիմնադրամը ստեղծել են իրենց ընկերներով։ Եվ իսկապես սրտացավ են մեր ծայրահեղ աղքատ քաղաքացիների ճակատագրով։ Կարժդաթար մեր եթերում։
Վերջնենք սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, արդեն հասկացաք երևի ինչ պիտի պահանջեք Սամվել Կարապետյանից, գիտեք, այստեղ նաև ինչի համար եմ սա ասում, կապ չունի, քաղաքական ուժը իշխանություն դառնում է թե չէ իր խոստումները կատարելու համար, նայեք ոնց է, երբ որ կա քաղաքական ուժը, դա միայն ընտրությունից ընտրություն, համապետական ընտրություններին մասնակցելու եւ ձայներ գողանալու համար չի կամ ձայներ ստանալու համար չի։ Քաղաքական ուժը ամբողջ այդ process-ի ընթացքում պիտի աշխատի։ Այսինքն, այսօրվանից սկսած քաղաքական ուժերը պիտի բացեն իրենք ինչ են խոստացել ժողովրդին ու փորձեն անգամ ազգային ժողով անցած չլինելու պարագայում միևնույնն է պնդել իրենց գաղափարներն ու նպատակները, եթե դա իհարկե օդի մեջի խոստում չէր, այլ հանուն պետության, հանուն քաղաքացու էր, եւ կարող են գործունեություն ծավալել արտախորհրդարանական ձևով, այսինքն ամենատարբեր ակցիաներ իրականացնելով, հանրակրվեներ իրականացնելով, ստորագրահավաքներ եւ այսինքն պիտի քաղաքական ուժը ակտիվ գործունեությամբ զբաղվի իր պատկերացումները եւ գաղափարները հանուն պետության ու քաղաքացու երբ որ գրել է, պիտի դրանցից որը կստացվի, որը չէ, սա հարցի մի կողմն է, բայց պետքա քայլեր անի։ Հիմա սիրելի քաղաքացիներ, 18 ուժ, ու 19-ին մեկը ինքնաբացար կարեց, ոչինչ, 18 ուժ ձեզ բաներ է խոսք տվել։ Ու դուք ձայներ եք տվել։ Հիմա դուք պիտի հետևողական, օրինակ ես կարող եմ շատ պահանջկոտ լինել պետության ղեկավարից եւ իշխող կուսակցությունից պահանջկոտ լինել, որովհետեւ իշխանությունը այսպես թե այնպես արդեն ձևավորվել է ու ես ընդունում եմ արդյունքները, ովքեր են անկախ նրանից թե ով ում է ձայն տվել, չէ, բոլորս մասնակցել ենք ընտրությունների եւ ովքեր ընդունում են արդյունքները, կարող են շատ պահանջկոտ լինել, թե իշխանությունից, որովհետեւ դա քաղաքական պետության իշխանությունն է եւ խոստումները նույնպես տրվել է, եւ թե այն մյուս քաղաքական ուժերից, ովքեր նույնպես խոստումներ են տվել։ Այսինքն մեր բոլորիս քաղաքացիական կյանքում ներգրավված են եղել իրենց ծրագրերով եւ մեծ բաներ են համոզել, մեր կյանքից բան է գնացել։ Հիմա պիտի հետեւողական լինենք, որպեսզի նույն 31 թվականին դա սարերի հետևում չի, հա, տեսնում եք, ժամանակը անցնում է։ 31 թվականին մենք հասկանանք հերթական գաստրոլյորներին չդիմավորենք։ Մենք հասկանանք արդեն, որ ինչ քաղաքական հետագիծ ունեցողներին ենք ձայն տալիս, իրենց գործով դատենք, ոչ միայն խոստումներով, այլ արած աշխատանքներով դատենք ու մեր ձայնը այդպես տանք։ Հասկանում եք, չի կարելի բախտի բուրուխտի վերցնել ու ինչ-որ բաներ անել։ Հիմի, ովքեր ինչ խոստումներ տվել են, գնացեք ու հանգիստ պահանջատեր եղեք այդ խոստումների համար։ Անկախ նրանից կրկնում եմ ազգային ժողով անցել են, թե չէ։ Դուք կարող եք պահանջատեր լինել, որովհետև նրանք ձեզ բան են խոստացել, որպես քաղաքական թիմ։ Ու այդ քաղաքական թիմը պիտի ձեզ ներկայացնի, օրինակ, այս ինչ խոստումը իրականացնելու համար ինչ քայլերի է գնացել, որքանով է կարողացել իշխանությանը կամ ընդհանուր գործադիր մարմնին կամ օրենսդիր մարմնին պարտադրի, որպեսզի այս ինչ օրենքը ընդունվի, որպեսզի այդ օրենքի հիման վրա քաղաքացու կյանքը ավելի լավը դառնա, որքանով է հիմնավորել դա, հանրային քննարկումների դաշտ ստեղծի եւ այլն եւ այլն, բա քաղաքական ուժ եք։ Գնացեք ու պահանջատեր եղեք, բայց գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ չեք գնալու, որովհետև դուք ինքներդ էլ շատ լավ գիտեք, որ պահանջատեր կարող եք լինել միայն այն պարագայում, եթե քաղաքական թիմը ժողովրդավարության կենտրոն է, այսինքն դուք շատ հանգիստ կարող եք պահանջատեր լինել քաղաքացիական պայմանագրից, մյուսներից, ովքեր որ ժողովրդավարության մասին են, ու դուք դրանում վստահ եք, որովհետև գիտեք, որ ձեր պահանջները, եթե անգամ չլսվեն, մեկը ձեզ տփող չի լինի, ձեզ արհամարող, հրող, հրմշտող չի լինի։ Ու գիտեք, հենց այս ամեն ինչը փայլունի գիտակցելով են շատերը, միևնույնն է գնացել բռնապետերին տվել, ճորտերին, օտարերկրյա ճորտերին տվել իրանց ձայնը։ Ինչի համար։ Հիմա մի փոքր առաջ անցնելով, հա, շատ քաղաքացիներ, երբ որ ես եթերներ էի անում, ինձ հարցնում էին Գուրգեն, ինչան է, Սիմոնյան, հա։ Հա, Սիմոնյան։ Գուրգեն Սիմոնյանի մասին ինձ կարծիք էին հարցնում։
Ես շատ համեստ եմ կարծիքի մեջ գտնվում, ասեմ թե ինչու, որովհետև նրանք ինչ որ նորամուծություն էին որպես քաղաքական թիմ ու չեն արել որևիցե բան, որը վաշկի կընկնեն, բացի Գուրգեն Սիմոնյանը ինչ որտեղ նստել գեղեցիկ նախադասություններով խառը բաներ խոսալներ, չնայած երբեմն շատ վիճելի, հա, այնուամենայնիվ ես չէի նայում իրան որպես ֆիգուր քաղաքական, դրա համար էլ համեստ էի գտնվում, ասում էի լավ դե մի թող խոսում է մարդը, մեծ ծանոթանանք, հասկանանք, մի ոչ են վերցնելու, եթե իրան ընդդիմադիր կեսվածքով է հանդես գալիս ինչ-որ բան, չէ, շատ նորմալ է, տեսնենք էլ ինչ է խոսում, ով է ինչ է։ Եվ ահա, ընտրություններից անմիջապես հետո մարդը իրականում ցույց է տալիս, թե ինքը ով է։ Գուրգեն Սիմոնյան, Հայաստանի շտորապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում։ Դե եկեք հիմա դուք ձեր կարծիքը ասեք։ Միացել է ռուսական թիմին եւ համարում է ոչ լեգիտիմ։ Այո, միայն ռուսական թիմին, որովհետեւ մնացած բոլորը ընդունել են։ Բոլորը, անգամ ԱՊՀ-ն ընդունել է։ ԱՊՀ-ի շատ երկրներ շնորհավորել են արդեն։ Ղազախստան, Qırğızstan, շատ։ Մարդը ուղիղ միացել է ռուսական թիմին։ Ռուսական պրոպագանդային եւ կողքից ոնց որ 21 թվականին կողքից բևերներ խառը բաներ անում են որ մարդիկ կային ասում են բա չէ ինք արևմտամետ ուժ ասում են այ ձեր ցավը տանեմ չի կարա բևերը լինի արևմտամետ եթե բանա բևերը արևմտամետ ուժ է ուրեմն ես ֆիգուրնի կատանիայի օլիմպիական չեմպիոն եմ հասկանում եք չի կարա ինքը լինի արևմտամետ ասենք չի կարա մի հատ ուժ ում երեք առաջնորդներից մեկը գրուշնիկ է, մեկը նախկին դաշնակ է, մյուսը լինեն արևմտամետ ուժ։ Ու խոսեն Վիլսոնի, չգիտեմ, սիրուն բաներ խոսելով փորձում են ձեզ խաբել համոզել։ Չէ, տեսակ, որ այդպես չի։ Իրենք իրենց գործողություններով ձեզ բացատրեցին, ցուցադրեցին, որ այդպես չի։ Հիմա Գուրգեն Սիմոնյանը Հայաստանի շնորհապետական կուսակցությունը իր այս հրապարակումով հայտնում է, որ ինքն էլ նենց չի, որ տենց անկախ իր համար sense մտել էր քաղաքական դաշտ ու հպարտորեն մակրամակուր ձևով քայլում էր, ոչ մեկի վրա ոչ մի կեղծ չկար։ Սա ձեր ընդհանուր հայտարարությունը։ Պարոն Սիմոնյան, ինչու եք համարում ոչ լեգիտիմ Հայաստանի ընտրությունները։ Ինչու։ Ինչա պատահել որ դուք համարում եք ոչ լեգիտիմ։ Ինչ-որ տեխնիկական թերություններ, որոնք որ մշտապես լինում են աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում, հա, դրանք են ձեզ հուզել։ Թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրահանգավորված է աշխատում։ Եթե հրահանգավորված աշխատեր, միջայլոց Սամվել Կարապետյանի ուժը առհասարակ չէր մասնակցի ընտրություններին։ Թե ինչ որտեղ լցոնումներ եք տեսել, թե տեսել եք, որ իշխանությունները փող են բաժանել, պարտադրել են, որպեսի ինչ-որ մեկը ընտրության գնա, դրա համար եք ոչ ինչ է եղել, ինչ են արել իշխանությունները, իմիջայլոց վերահաշվարկ է ընթանում, վերահաշվարկի ընթացքում, այդ մենակ որ լուսաբանում են, այդ տեսեք այստեղ ուժեղ Հայաստանի ձայնը ավելացավ 8-ով, Բարգավաճ Հայաստանինը 19-ով, բանինը Հայաստան դաշինքը 33-ով, բխի մի հատ էլ չեք դնում ԿՊ-ի ձայները 920-ով արդեն ավելացել են։ Սենց որ գնա, ես խորհուրդ եմ տալիս դատարեցնեք այդ վերահաշվարկը, որովհետև սենց եթե գնա 50+1-ը կապահով եք ԿՊ-ի։ Քեզ բան։ Հիմի վերահաշվարկի արդյունքում պարզվում է, որ իշխող ուժին նրանցից տասնապատիկ ավելի դեպքերում սխալ թիվ է գրվել։ Այսինքն, եթե այս բանով որ խորհրդավոր ձայնով այ տեսեք բան, sense բաներ եք անում, պիտի մենք տեսնեինք նաև այլ պատկեր, հա, ասենք ԿՊ-ին պետք է ձայներ գնալու չլինի, լը հակառակ, պիտի մենակ իջնելուց լինեն։ Բայց ինչ ենք տեսնում, այսինքն դա տեխնիկական թերություն է, չէ՞։ Այդտեղ չկա, չէ՞, քաղաքական ներգործություն։ Ահա, բախի ես համարում ոչ լեգիտիմ։ Կիրիենկոյի գրասենյակից առանձին մի հատ SMS էլ քեզ է եկել, պարոն Սիմոնյան։
Ու գիտեք ցավալին որն է, որ շատ համեստագույն, շատ սկզբունքային, շատ հետաքրքիր պատկերացումներով մեր քաղաքացիներ փաստորեն խաբվել են, վստահել են։ Այդ տեսնում եք ոնց են աշխատում։ Ու ես ինչի եմ այսպես բնութագրում հատկապես Գուրգեն Սիմոնյանին ձայն տված մեր քաղաքացիներին, եւ որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ նրանց մոտեցումը։ Նրանք ասել են, որ մտածել են, որ իրենք գնում են որոշում են նախ նոր քաղաքական խոսք բերած անձի ձայն տալ, փորձում են իրենց կարծիքով ազգային ժողով որպեսի մտնի մի ուժ, որը իրենց կարծիքով ժողովրդավար է ու շատ ավելի այլ հայացքներ ունի, քան իշխանությունն ու ընդդիմությունը ավանդական, հա, ու շատ լավ պատկերացումներ են ունեցել, շատ ճիշտ հաշվարկ են արել, հետաքրքիր հաշվարկ են արել, բայց արի ու տես, որ դուք նույնպես խաբվեցիք, հարգելիներս։ Ես հանգարց չկարծեք, չարախնդում եմ, ոչ, ես իսկապես ցավում եմ, որովհետև ես կուզեի, որ նա պահպաներ իր դեմքը եւ գոնե լավ, առաջին ընտրություններն էր, սա իհարկե կարելի է եւ չհաղթարել շեմը, քաղաքական ուժերից Հայաստանում մինչեւ հիմի միանգամից երկու դեպք է եղել, որ նորաստեղծ կուսակցությունը հաղթարել է շեմը, մեկը ԿՊՆ է եղել ելք դաշինքով, հա, եւ մյուսը երբ որ գալիս են գաստրոլյորները միլիարդներով իրանց։ Մնացած դեպքերում շատ դժվար է։ Բայց բավականին նորմալ քվեներ էր ստացել Գուրգենսում, թեկուզ չէր հաղթարել, բայց նորմալ ձայներ էր ստացել։ Դա առաջին անգամ մասնակցելու համար, ընդ որում եթե թիմին չես ճանաչում, մենակ մի հոգու ես տեսել դու, դա շատ մեծ է։ Հիմի այսօր կանգնել, դա շատ լուրջ ձեռքբերում է։ Ու այսօր կանգնել ասել ես միանգամից կոտրել նաև այն ինչ որ ձեռք ես բերել, հայտարարելով մի բան, ինչը հայտարարում է Զախարովան։ Միայն։ Սա կներեք, եթե մեղմ ասեմ, կասեմ անհասկանալի է, իսկ եթե ուղիղ ասեմ, то լավ էլ հասկանալի է։ Անցնենք առաջ։ Ուրեմն, բայ, ներողություն, Հայակվե կոչվածին անդրադառնանք Ավետիք Չալաբյան։ Պատկերացնում եք, նրանք էլ հայտարարությամբ են հանդես եկել, ինչպիսի какая досада։ Ընթերցեմ ձեզ համար, նախ եւ առաջ, հետո միասին գնահատական տանք։ Դրական ենք համարում, հա չէ, շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր Հայակվե ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Դե սրանք ասել էին, որ իրենք սատարում են ուժեղ Հայաստանին, հա, շնորհակալություն են հայտնում։ Քվեարկության նախնական արդյունքները սակայն չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը հետևյալ ակներև պատճառներով։ Եկեք ծանոթանանք այս ինչ պատճառները։ Առաջին։ Ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում։ Առաջին նախադասությունը դեռ չենք վերջացրել, այստեղ ստորակետ է տվալ դրացի միջալոց վերջակետ չի։ Ու արդեն հարցեր։ Ինչն է եղել անհավասար։ Հանրային հեռուստատեսությունը հավասարաչափ ցուցադրել է բոլորի նախընտրական գովիզները։ Բոլոր հեռուստատեսություններում ունեցել եք առավելություն։ Փողի առումով բացարձակ խնդիր չեք ունեցել։ Շտաբերը, եթե հաշվենք ենթաշտաբերով ամենաշատը ձերն է եղել։ Փող բաժանել եք դուք։ Հա, անհավասար էս իմաստով անհավասար է եղել։ Բայց ձեր օգտին։ Ընտրական տեղամասերում հանձնաժողովների հալալ կեսը եղել եք դուք։ 8-ից 4-ը եղել եք դուք։ 8 հոգի է լինում,
հանձնաժողովում, 4-ը եղել եք դուք, են մյուս 4-ը խառը, չի եղել ԿՊ-ն, եղել է մի հոգի ԿՊ-ից կամ 2 հոգի ԿՊ-ից, բայց միշտ 4-ը եղել եք դուք, կամ անկախ ինչ-որ, ինչ եք խոսում, շարունակենք, հələ առաջի ստորակետին եմ հասել, հիմնական ընդդիմադիր ուժի ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին եւ գտնվելով անազատության մեջ նախընտրական լիարժեք քարոզություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Հանցագործ է։ Ինքը նայ չի սկսվել քարոզ արշավը նորեն բրասլետ գցել ոտին։ Չէ։ Քարոզ արշավից 6 ամիս առաջ, երբ որ դեռ քարոզ արշավը ընտրությունների մասին խոսք էլ չկար, ինքը ձերբակալվել է կոնկրետ փողերի լվացման, իշխանության զավթման եւ այլն գործով։ Բայց խոսքի ազատություն հրապարակային ելույթների տրվել է իրան։ Սա առաջին հերթին, երկրորդ, նա ցուցակում չի եղել։ Եղել է ցուցակում։ Չի եղել։ Ձեր վարչապետի թեկնածուն եղել է Նարեկ Կարապետյանը։ Բայց քանի որ շատ լավ գիտեք, որ Նարեկ Կարապետյան, եթե ասեք ժողովրդին, ոչ մեկ չի ասի Նարեկ վարչապետ, որովհետև դա վերջը։ Դուք Սամվելի հեղինակությունն եք փորձել բերել առաջին պլան ու Սամվել եք գոռում վարչապետ։ Ինչա որ ինձ համար ամբողջ այս ընթացքում ծաղրելու բան էր դարձել։ Լուրջ եմ ասում։ Ասենք կարայի դուրս գայի գոռայի Վարդան Մամիկոնյան վարչապետ, ինչ կապ ունի, ոչ մի ցուցակում էլ չի, բայց ես տենց եմ ուզում։ Այսպես մի բան էր դարձել։ Լավ էլի Արման ջան, վռած դուրս եկավ, ասում է 2 րոպե ա մնացել։ Բայց քանով ոնց կարդանք։ Մի խոսքով վախի մթնոլորտում անցել իբր, չգիտես, իրանք ես ուզում եք ցույց տամ ձեզ անձնական սպառնալիքները ինձ ուղարկած, որ հունիսի 8-ին ինձ ինչա սպասվում։ Ես առնվազն 4-500 նման նամակ կարող եմ ցույց տալ, Messenger-ով դա միայն ստացած, մնացածը չեմ էլ նայել։ Թե ինձ հունիսի 8-ից ինչա սպասվում։ Դուք խոսում եք վախի, մի հատ ԿՊ-ական ձեզ գրել, թե հունիսի 8-ին օրինակ ձեզ սատարողներից որևիցե մեկին ինչա սպասվում։ Ո՞ս ինչերից եք։ Ու սա խոսում է մեկը, ում ձայնագրությունները նույնպես արտահոսք էր եղել, ով դիմում է ռուսական FSB-ին, որպեսզի այս FSB-ն այնտեղի հայ գործարարների վրա ներգործություն ունենա, սպառնա ու նրանց վզին դնի Հայաստան քաղաքացիներ բերելու եւ քվեարկելու համար։ Ինչն էլ արել է FSB-ն, ինչն էլ արել են այնտեղի գործարարներից որոշները, դե տրվել են այդ սպառնալիքներին, ինչ անես բա։ Սա, ով որ կոնկրետ դրսից օտար տղա է բերել մեր ժողովրդի վրա, նայեք ինչերից է խոսում։ Ու սա եղել է ուժեղ Հայաստանի հետ մի բանով, մի գծով։ Սա նորմալ է, ուժեղ Հայաստանին ձայն տվողներ։ Նորմալ է դա։ Սա աննորմալ է ու շատ վատ բան է, որը դուք չեք ցանկանում ընկալել։ Գիտեք ինչու։ Որովհետև ձեր ուղեղի մեջ դրեցին, թե ավելի լավ է ռուսի տակ լինենք, քան թուրքի։ Եկեք գնանք ռուսի տակ պարկենք, թե չէ թուրքը կգա մեզ կուտի։ Հեսա 300,000 էլ ադրբեջանցի են գալիս։ Ձենձուն կա, Սամվել Կարապետյանը նոր տեղեկություն հայտնել է, երբ։ Սպասում ենք։ Լավ, եկեք այսքանով ավարտենք այսօրվա եթերը, չնայած ցավում եմ շատ ասելիք կար, ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե մենք հեսա վերջնական արդյունքները որ նայենք, կասենք, մենք շնորհավորում ենք, թե չենք շնորհավորում։ Երկիր, ով մեզ սպառնում է, մեր անվտանգության թիվ 1 խնդիրն է արդեն սկսում դառնալ, թե տնտեսական առումով, թե այլ ձևերով, դիվանագիտական առումով այդ թվում։
Իսկ մարդիկ կան դեռևս որոշում են, որ չէ, մեկը իրենց թշնամին թուրքն է։ Սա սահմանափակ էլի։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։